90-ականներից ի վեր Արցախյան պատերազմներն ինձ սովորեցրին մի բան. ճիշտ եւ հաշվարկված քայլերի շնորհիվ կարելի է փոխել իրավիճակը եւ հասնել հաղթանակի ամենակարճ ճանապարհով։ Հիմա ես ձեզ կներկայացնեմ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի 6 քայլերը իսկապես ուժեղ խաղաղության հասնելու համար։ Մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն, որը կբերի ուժեղ խաղաղության, ապահովված մի քանի երաշխավորների կողմից, իսկ բանակցությունները կլինեն առանց միակողմանի զիջումների, պահպանելով կարմիր գծերը։ Մենք կկառուցենք ուժեղ ու արդիական բանակ, ավելացնելով պաշտպանական բյուջեն, վերապատրաստելով անձնակազմը եւ գնելով նորագույն համակարգեր։ Ներդնելով բազմաշերտ արդիականացված հակաօդային պաշտպանության համակարգ, մենք կունենանք պաշտպանված երկինք։ Կկառուցենք խելացի սահմաններ, 100%-ով պաշտպանված եւ ամուր դիրքերով, կիբերանվտանգությամբ, դրոններով, գիշերային տեսանելիության սարքերով, թվիչներով եւ թիրախավորման համակարգերով։ Հայաստանում կլինի արժանապատիվ ծառայություն, կսահմանվի աշխատավարձ ժամկետային զինծառայողների համար, իսկ ծառայությունը ավարտելուց հետո կրթությունը կլինի անվճար։ Մենք կգտնենք ուժեղ տեղական ռազմատնտեսություն եւ Սամվել Կարապետյանի շնորհիվ կներգրավենք միջազգային ներդրումներ։ Ընդամենը 6 քայլ եւ մենք կունենանք ուժեղ խաղաղություն։ Մեր անվտանգության կառավարումը խաղ չէ։ Ես գիտեմ, թե ինչպես դա անել մեր երեխաների ապագայի համար։ Մենք այլևս թույլ չենք լինելու։ Ուժեղ